բան չունենք։ Մենք, տեսեք, ուժը, այսօրվա իշխանության ուժը կայանում է նրանում, որ մենք ազնիվ ենք։ Մեր սխալների մեջ էլ մենք ազնիվ ենք։ Ասում եմ, սխալներ ունենք, բայց մենք մեր աշխարհների մեջ ազնիվ ենք։ Իրանք այդ բանը չունեն։ Դուք Քոչարյանին եք սարքել, պարոն Սիմոնյան, ձեզ այլընտրանք եւ դուք էլ բարբերաբար։ Ո՞նց ենք սարքել, Նարեկ ջան, ո՞նց ենք սարքել։ Կասես այդ սարքելու մեխանիզմը ո՞նց է եղբայր։ Իսկ Սերժ Սարգսյանի ելույթը ընտրություններից մի քանի օր առաջ, երբ որ ինքը առաջին անգամ սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, դա մեզ օգուտ տվեց, թե վնաս տվեց։ Կարող է Սերժ Սարգսյանն էլ ենք մեկ սարք։ Չէ, հարց եմ տալիս, եղբայր։ Բայց լավ, համաձայն եմ, որ ընդունում եմ, որ տենց բան ասում են, բայց այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Այդ դաշտը մենք չենք ձևավորում։ Ինչ որ մեկը հենց մեզ սատարում է կամ համաունչ բան է ասում, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, ասում եք էտա, ձեր սարքած ընդդիմությունն է։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ ամենավերջի ձևով քննադատում են, ասում եք ձեր սարքած իշխանությունն է։ Մենք ընդդիմադիր դաշտը չենք կառավարում։ Ես մեղադրում եմ ընդդիմությանը, որ իրանք իրանց ֆինանսները օգտագործելով, իրանց ԶԼՄ-ները օգտագործելով քաղաքական դաշտը փակում են նոր ծնվող ուժերի համար, բայց եթե ես միջամտեմ, արդեն այդ միջամտությունը որպես իշխանություն անելուց հետո այդ ընդդիմությունն էլ արդեն արհեստական է լինելու։ Ես չեմ, դու ես եղբայր։ Որն է այն գործողությունը, որը որ մենք արել ենք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանին ուժեղացնելու, եւ որն է այն գործողությունը, որ մենք չպետք է անեինք։ Որը։ Չէ, սպասի, որը։ Դե դուք վերել եք իրեն։ Ինչ ենք վերել։ Ինքն է հայտարարել գործ եք հարուցել նկատի։ Այսինքն ոչ մի բան չեր արել, մենք գործ ենք հարուցել։ Դա կիսատ եք բարձրացել ոչ։ Չէ, դա հələ չի բարձր, մի շտապի։ Հələ մի շտապի, քրեական գործը կա, շարունակվում է շտապում։ Որովհետեւ մեկը, այսինքն քրեական գործ, որ հարուցեցինք, այդ մարդը դառնում է քաղաքական գործոն։ Շատ քիչ մարդ կա, որ քաղաքական գործը հարուցված եւ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում եւ չի դառնում քաղաքական գործ։ Չէ, տենց չի։ Ես ասում եմ, շատ լավ է, որ իրանք կան։ Եվ ես խորհուրդ եմ տալիս իրենց ընդունեն վարչապետի առաջարկը բանավեճի մասնակցելու եւ գան այդ բանավեճին։ Չնայած գիտեմ, որ շնորհակալ Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը, որ երեք խորհրդարանի կոնկրետ որ բառապաշարը։ Դե խոսակցության մեջ կարելի է բանին ընդդիմախոսին պատեպատ տալ միանշանակ եւ ես հաճախ այդ նույն բանը անում եմ իմ ընդդիմախոսին ես պատրաստ եմ պատեպատ տալ եւ որևիցե ձևով չեմ դատապարտում ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներվերը ուտելը այս ապատեղեկատվությունը տարածելը որ կեղծիքը որ իրանք անում են բայց վարչապետին ես չեմ ես երկրորդում քաղաքական դիակ են Իրանք քաղաքական դիակ են, ասեմ ավելի նախկին նախագահել չեն, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ, ոչ մի անգամ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվին չի ընտրվել։ Սերժ Սարգսյանի գրասենյակ։ Չընտրված եռյակն են, էլի իրանք։ Գրասենյակները նախագահները արձագանքել են, օրինակ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Ես այդ նախագահ, ես իմ գրասենյակը, չէ, իմ գրասենյակը չէ, իմ գրասենյակի, չգիտեմ, քարտուղարը ուղարկեք ինքը կարձագանքի, իրանք արձագանքելու մի ձև ունեն։ Գան խոսակցության։ Իրանց նույնիսկ խմբակցությունը չի կարողանում գա եւ բովանդակային, ոչ թե գա ասի դավաճանը դες, չի կարողում գա բովանդակային զրույց վարի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ իրականության մեջ բանավիճի, բովանդակային կարողանալու է բանավիճի, Սերժ Սարգսյանն է կարողանալու։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանն է կարողանալու գալու է բան ասի, հետո կողքից են մնացած ասել են դուք տենց մի 100 տարի կանցնի եւ դուք կհասկանաք թե ինքը ինչ նկատի ունի։ Դա սաղին լավ ճանաչում ենք, էլի։ Նախագահներին ինչի՞ չպետք է կարողանան բանավիճել։ Մեկը միշտ հետ ինչ կապ ունի ուզում հասկանալ։ Այսինքն դե թող այդ եմ ասում, շատ լավ ես ասում, բա թող գան։ Վարչապետը երեք ասեց, մեկը ասել է թող գան, Աշոտյանը ում էր հրավիրը բանավեճը, բայց Աշոտյանի ու վարչապետի լեվելները չեք նկատում, որ տավի երկրի ղեկավար, ես էլ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին եմ հրավիրում, թող գան իմ այդ բանավեճի, լեվելների տարբերություն գոյություն ունի, քաղաքական կշռի, ով, իհարկե իրանք նախագահ են եղել, ես երկրի նախագահ չեմ եղել եւ երկրի ազգային ժողովի նախագահն եմ, իհարկե քաղաքական լեվելով իրանք բարձր են, միանշանակ։ Ի վերջո ով է երեք ցուցում տվել խոչընդոտել։ Ես նման ցուցում չեմ տվել եւ ես այսօր ՊՊՑ-ի աշխատակիցների հետ զրուցել եմ, որ նման բան այլևս չկրկնվի եւ
եւ պետք է ասեմ, որ իրենց էլ մեղադրելի չի, որովհետեւ ըստ գործող կանոնակարգի ներս անցկացնել չէր կարելի որևիցե պաստառ եւ իրանց արձագանքելու պատճառը նաև դա է եղել եւ ես այսօր նաև իրենց հետ քննարկել եմ, որ մենք փոփոխություններ իրականացնենք, որպեսզի նման արգելք չլինի եւ եթե վիրավորանք չի պարունակում կամ սպառնալիք ակնհայտ չկա, որպեսզի որևիցե ձևով չմիջամտեն ու ես համարում եմ, որ պետք չէր երեք նման ձևով արձագանքել մի քիչ ավել էր, քան պետք էր։ Սովորաբար ես քիչարացելություն էի Գեղամանուկյանի հետ եւ խոսելով հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մասին, նա ասել, որ իշխանությունները վախենում են, որ Գյումրիում պարտվել են, այդ պատճառով են այդ տեսակ բաներ անում, ինքը չի հավատում այդ հայտարարություններին եւ կարծում է, որ դա քաղաքական հետապնդում է դիմակի թեկնածուների։ Մի 15-20 րոպե հարցազրույցի հետ տվեք, պատասխանը վերսեք դրեք։ Շնորհակալ եմ։